Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ընթացքում ոչ խոսանք, վերջում էլ չենք կարողանա ճիշտ խոսել, այդ է նպատակը ընթացքում խոսելու։ Ես էլի արձագանք եմ մի քանի դիտարկման, ես խնդրում եմ, շատ եմ էլի խնդրում, հարցերը մի մանիպուլացրեք, որտեղ ամեն դեպքում պետք չի ժողովրդին մոլորեցնել։ Պարոն Մինասյան, վիզաների ազատականացման երկխոսությունը, ես հոգնել եմ սա կրկնելուց ու արդեն հոգնել եմ կրկնելուց, որ հոգնել եմ սա կրկնելուց։ Որևէ կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի հետ, ասոցիացիան համաձայնագրի հետ, վիզաների ազատականացման երկխոսությունը։ Դա առանձին process է, որը Եվրամիությունը սկսում կամ չի սկսում որևէ երրորդ երկրի հետ։ Ունեն Իսրայելի հետ, ունեն Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, հարավ-ամերիկյան որոշ երկրների հետ, դա առանձին գործընթաց է։ Այդ երկրները երբեք Եվրամիության անդամ ոչ լինելու չեն լինելու, որտեվ ըստ հիմնադիր փաստաթղթերի միայն եվրոպական երկիրը կարող է լինել Եվրոպական միության անդամ։ Սա իր հերթին վիզաների ազատականացման երկխոսության ամենակարևոր մեկնարկը, արդեն իսկ ամենակարևոր փուլը այն է մեկնարկը, արդեն իսկ եղել է։ Ու Սեպայում ասում էր, որ երբ կողմերը պատեհ համարեն, եւ կողմերը պատեհ են համարել, կողմերը պատեհ են համարել, այսինքն մենք միշտ ենք պատեհ համարել։ Իրենց մոտ կա ներքին դիսկուրս միգրացիայի հետ կապված, որը հիմա ամենասուրբ փուլում է գտնվում։ Միգրացիայի դիսկուրսի ամենասուրբ փուլում անցած տարվա հուլիսին նման երկխոսության մեկնարկին հավանություն տալը, դա բարձրագույն քաղաքական մակարդակում կայացված որոշում էր Եվրամիության խոշոր երկրներում։ Սա ոնց կարելի է չգնահատել։ Պարզ է, չէ՞ որ սա տեղի ունեցել ամենաբարձրագույն քաղաքական մակարդակում տեղի ունեցած երկխոսության արդյունքում։ Մի հատ նայեք, այնտեղ ինչ քննարկումներ կային վիզաների ազատականացման թույլ տալ կամ թույլ չտալու վերաբերյալ։ Ոնց կարելի է սա չնկատել։ Մնացածը արդեն տեխնիկական դաշտում է։ Մի որոշում էլ վերջում է պետք լինելու, բայց ամենակարևոր որոշումը մեկնարկը տալն է, որովհետև դրանից հետո վաղ թե ուշ այդ երկխոսությունը հասնելու է իր տրամաբանական ավարտին եւ վիզաների ազատականացումը տեղի է ունենալու։